Այս տարի լրացավ Քարորիա պատերազմի 10-րդ տարին։ Մենք եկել ենք հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպաններին եւ վերհիշենք շատ կարեւոր մի բան։ Այն ինչ տեղի ունեցավ 2020 թվականի 44 օրյա պատերազմի ժամանակ ու շարունակվում է մինչև այսօր, դա հենց 2016 թվականի Քարորիա պատերազմի ժամանակ չքաղած դասերի արդյունքն է։ Հաղթում է նա, ով հուզական պահերին կարողանում է սթափ դատել։ Այսօր ես ուզում եմ խոսել այն սխալների մասին, որից կարելի է խուսափել եւ հայտնվել ավելի բարենպաստ իրավիճակում։ Քարորիա պատերազմը ինքնիստիկյան պատերազմ չէ, այն հակառակորդի կողմից կանխամտածված հետախուզություն էր մարտով։ Հակառակորդը փորձում էր իմանալ մեր ուժեղ եւ թույլ կողմերը։ Վերլուծելով Քարորիա պատերազմի արդյունքները, նրանք հասկացան, ինչպես կարելի է մեր դեմ պայքարել։ Մեր թշնամին զարգացրեց հակաօդային, օդային հարվածները, օգտագործեց նորագույն հրթիռներ, օգտագործեց անօդաչու թռչող սարքեր, որոնք մեզ պատրաստ չէին դիմակայել, չունեին համապատասխան միջոցներ, եղածնել շատ հին էին։ Հարկավոր էր ուշադրություն դարձնել հակաօդային պաշտպանության վրա, այլ ոչ թե ճաշարանների արդիականացմանը։ Մեր բանակը մինչև այսօր հետևում է սովետական բանակի մոդելին, որից նույնիսկ Ռուսաստանն է հրաժարվել հենց առաջին չեչենական պատերազմի ժամանակ։ Մեր բանակը պիտի լինի ճկուն, շարժունակ, օպերատիվ, համալրված հատուկ նշանակության եւ կոմանդոս տիպի զորքերով, արդիական զենքով, ժամանակակից բանակին համահունչ։ Ապրիլյան Քարորիա պատերազմը ցույց տվեց, որ մեր սպառազինությունը պիտի լինի մոբիլ, որպեսզի հեշտ տիրակ չդառնա հակառակորդի համար։ Մենք գրեթե չունեինք օդային հետախուզության համար նախատեսված ԱԹՍ-ներ։ Մենք չունեինք համապատասխան կապի միջոցներ։ Հակառակորդը տիրապետում էր մեր ցանկացած քայլին, իսկ մենք ոչ։ Այսօր արգելքները դեռևս լուծված չեն։ Դա իշխանությունների անտարբերությունն է մեր բանակի, մեր զինվորի արկա եւ իսկապես կարևոր խնդիրների նկատմամբ։ Այդ անտարբերությունը եւ սխալ որոշումները բերեցին նրան, որ երրաբլուրը մեծացավ։ Կմեծանա ավելի, եթե մենք պաշտպանական ոլորտում չկատարենք էական փոփոխություններ։ Մեր զինվորի խնդիր չունենք, մեր զինվորները արծիվներ են, առույցներ են։ Սխալները պետք չէ կոծկել, սխալներից պետք է դասեր քաղել եւ ուղղել, ինչպես դա անում են ուժեղ առաջնորդները։ Սամվել Կարապետյանի հետ մենք ունենանք ուժեղ խաղաղություն եւ ուժեղ բանակ։